Բարև ձեզ հայրենակիցներ, սա Փափուկ ուշ հաղորդաշարն է։ Իմ հյուրն է հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը։ Պարոն Ուլուբաբյան, շնորհակալ եմ իմ հրավերը ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերելու համար։ 1988 թվականի փետրվարի 22-ին շուրջ 8000 այսպես սրված ամրաններով կամ արմատուրաներով զինված թուրքեր, որոնց չգիտես ինչի ադրբեջանցի են կոչում, հայտնվեցին Ասկերանի մատույցներում եւ նրանք փորձում էին հարձակվել եւ հայերի ջարդեր կազմակերպել, բայց քանի որ ուրեմն համախումբ էր ապրում Ասկերանում հայությունը, կողքը Ստեփանակերտն էր, 4 կողմը հայկական գյուղեր էին, կարողացան թուրքին հետ շպրտել եւ շատ արագ այդ սրված ամրաներ արմատուրաները եւ այդ ոհմակը հայտնվում է ցակուցրիվ հայությամբ բնակեցված Սումգայիթում։ Ես հաճախ եմ լսել մեր վայ պատմաբաններից, որոնք այսպես են արտահայտել Սումգայիթում, Ադրբեջանը խաղաղ արցախյան միտինգներին պատասխանեց վայրագություններով։ Արդյոք այդպես էր։ Ասկերանը վկայում է այն մասին, որ թուրքը վաղուց էր պատրաստվել, որպեսզի հարմար պահի արդեն իսկ իր պատկերացմամբ լղիմի շրջանակներում հայությանը ոչնչացնի։ Եկեք հիշենք, որ ցեղասպանությունները իրողություն են դառնում աշխարհաքաղաքական անկայուն վիճակներում, իսկ արդեն Գորբաչովի գալով ուրեմն իլուր աշխարհի հայտնվեց, որ խորհրդային միությունը գնում է դեպի փլուզում, աշխարհաքաղաքական թույլ իրավիճակներ եւ այդ պահից սկսած թուրքը սկսեց ամրաններ, արմատուրաններ սրել եւ պատրաստ լինել հայերին ոչնչացնելու։ Իհարկե Ասկերանում նրան չհաջողվեց, Սումգայիթում հաջողվեց, Բաքվում, Կիրովաբադում հաջողվեց, Մարաղայում հաջողվեց, Շահումյանում հաջողվեց եւ այսօր էլ 20-23 թվականներին այդ նույն սրված ամրաններով արմատուրայով թուրքը մտավ Արցախ, արդեն Արցախ էլ չունենք, բայց ցեղասպան Բաքուն ուրեմն այսպես իր վայրագությունների արդյունքում գերի վերցրած մարդկանց դատում է ընդ որում ճակերտների մեջ փաստացի դատում է Բաքվում եւ հայտարարում է Նյուրնբերգ։ Ինչու մենք չհասանք Նյուրնբերգ։ Ինչու մենք չարեցինք Սումգայիթի ոճրագործությունների պատասխանատուների Նյուրնբերգը։ Դե ընդհանրապես կարելի է մի նախադասությամբ ասել, մենք չունեցանք նորմալ հայ ղեկավար, այդպես ասենք, բայց այդ նշած փաստերը կարելի է իրար հետ կապել ավելի տրամաբանական, ավելի մանրամասն եւ ավելի խորքային վերլուծությամբ։ Կոնկրետ ասենք այդ Աղդամից Ասկերան այդ հարձակումը դա էլի նախապատրաստված բան էր։ Փետրվարի 20-ին, որ պիտի նստաշրջանը լիներ, նախորդ գիտեին Ադրբեջանի ղեկավարները։ Ինչպես որ մենք ասենք դեռ 87 թվականին ստորագրահավաք էինք կազմակերպում, իրենք արդեն նախազգում էին, գիտեին ինչ է սպասում։ Եվ իրենք էլ իրենց հերթին էին պատրաստում դրա այդ մեր շարժումը կանխարգելելու, արգելելու, ինչ որ ձևով կանգնեցնելու այդ process-ը։ Այսինքն եթե մենք շարժում չսկսեինք, դուք պնդում եք, որ իրենք մեզ ձեռ չէին տալի։ Մենք կշարունակեինք ապրել Բանանցում, Գետաշենում, Չէ, կշարունակեինք դատարկվել Ղարաբաղում, ինչպես Նախիջևանում էր դատարկվել։ Որ թողես իմ ասելիք ասեմ, ես կբացատրեմ, թե ինչ էր դատարկվել։ Առաջին կալում այնպեսին է, որ մենք խթանեցինք, որտեղ ես մենք վայ պատմաբանների շարքերում նման կարծիք մի անգամ չէ որ լսել եմ։ Այդ սխալ կարծիքները թողենք մի կողմ, էլի, հա, կարծիքներ շատ կան, աղավաղող, կեղծող, թշնամական, դավաճանական, տարբեր, բայց արի իրականությունը փորձենք հասկանալ։ Լավ, սկսեմ 1918 թվականից, որ Թուրքիան իր ցեղասպանական իրականությունը գործունեությունը Արևմտյան Հայաստանում ավարտելուց հետո անցավ Արևելյան Հայաստան,
Ադրբեջան ստեղծեց Բաքուն գրավելով, Բաքուն կոտորած իրականացնելով, ասենքն այն ժամանակ ցեղասպանություն տերմինը չկար, բայց բոլոր դեպքերում կոտորեց, ստեղծեց երկրորդ թուրքական պետությունը, եւ այդ թուրքական պետությունը 2 տարի հետո էլ Շուշիում կոտորած իրականացրեց։ Եվ սովետականացումից հետո էլի թուրքերի եւ բոլշևիկների այսպես ասած պայմանավորվածությամբ Արցախն էլ տվին, Նախիջևանն էլ տվին, Արևմտյան Հայաստանի որոշ շրջաններ էլ Թուրքիային տվին էլի։ Եվ դրանից հետո ամբողջ այդ սովետական շրջանում դատարկվեց Նախիջևանը եւ Արցախն էլ դատարկվում էր։ Հիմա այդ ինչպես հասկանանք, դրանից հետո էլ հիմա որ սովետը փլուզումից հետո էլ կամ դեռ չփլուզված Սումգայիթի ցեղասպանություն եղավ, Բաքվի ցեղասպանություն եղավ, Կիրովաբադը բանը Շահումյան հետո այդ ինչու է լինում, այդ հարցը տանք հասկանանք, փորձենք հասկանալ։ Ինչու Նիկոլը որ բան է բացատրում, որ 20 թվականի պատերազմը որ մենք պարտվեցինք, ասում է, այդ ժամանակ ես հասկացա, թե ինչ կատարվեց մեզ հետ։ Ասում է, ես հասկացա, որ մենք հայտնվել ենք այն մարդու վիճակում, որը երթևեկության կանոնները չիմանալով մտել է փողոց, աչի զախից հարվածում են։ Նա երթևեկության կանոնները չգիտեր։ Ես հասկացա, որ այս աշխարհում որոշ խաղեր են ընթանում եւ այդ խաղի կանոնները չիմանալով պետք է այդպիսի բաների ենթարկվենք։ Հիմա իր հասկացածը այդ խաղը եւ խաղի կանոնները հին աշխարհի սկզբունքներն է։ Ուժն է ծնում իրավունք, դա հասկացել, դե այդ ջունգլիների օրենքներն են, որտեղ եւ ուժեղն է թելադրում պայմաններ, ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր եւ ուժեղը ապրում է թույլին խժռելով։ Ինքը դա է հասկացել եւ անընդհատ ենթարկում է այդ ուժեղի պահանջներին։ Հիմա քանի որ այդ աշխարհում է տարածված այդ հասկացությունը, որ ուժն է ծնում իրավունք, եւ դա, չգիտեմ, Նժդեից առաջ ուրիշներն են ասել, ասում են, Նժդեը այդպիսի բան ասել է, բայց Նժդեի ասածը չեն հասկանում մարդիկ, որ Նժդեը որ այդ ասել է, ուժն է ծնում իրավունք, դրանից բացի ասել է ճշմարտությունն է ուժ, առանց ճշմարտության չկա ուժ։ Այս քաղաքական դաշտում որ հայտնի է, որ ուժն է ծնում իրավունք, բայց հայտնի չգիտեն, որ ուժն է ճշմարտությունն է ուժ, ով էլ որ նստի Նիկոլի տեղը, եթե ինքը այդպես է մտածում, որ ուժն է ծնում իրավունք, ինքն էլ կենթարկվի այդ պահանջներին ուժեղի եւ կդառնա հերթական Նիկոլ։ Հիմա մենք հասկանանք, լավ, ինքը եթե այդ է հասկացել, ես էլ այլ կերպ եմ հասկացել։ Այս ինչու է, ես էլ հարց եմ տալիս, ինչու է հայ ժողովուրդը անընդհատ ենթարկում ցեղասպանության։ Ինչն է պատճառը։ Սա ինչ-որ մի գաղտնիք, հա, թե կան հայտնի տվյալներ, հայտնի տեղեկություններ, փաստեր, որոնց վրա հիմա վրա կարող ենք ճիշտ եզրակացություն անել։ 100 տարուց ավել է հայտնի է, հրապարակված կա, գաղտնիք չի, եւ թուրքը, ես թուրք եմ ասում նաեւ ադրբեջանցիներին, որիշտեք ես Արցախում ծնված, Ղարաբաղում ծնված, այնտեղ դպրոց ավարտել եմ եւ երբեք մենք ադրբեջանցի չենք ասել, բացի դպրոցի դասարաններում դասին, որ պատասխանելուց պիտի այդպես ասեինք, բայց մեզ համար միշտ նրանք թուրք են եղել։ Հիմա 20 թվականներին, 1920 թվականներին հայտնի էր մեր ղեկավարությանը մամուլում բանում հրապարակված բաներ կա, որ Ադրբեջանը համարվում էր տաճկա երկրորդ համար 2 Տաճկաստան, այսինքն Թուրքի երկրորդ պետությունն է։ Հիմա այդ Թուրքիան այդ ժամանակվանից 18-20 թվականներից բացահայտ արդեն արտահայտվում էր։ Մենք պիտի ստեղծենք մեր համաթուրքական պետությունը, մեծ թուրան ծրագիր են իրականացում, մեծ թուրան պիտի ստեղծենք։ Եվ այդ ճանապարհին մենք խանգարում ենք։ Արևմտյան Հայաստանը դատարկելուց հետո, կոտորելով, դատարկելով, եկան արդեն Ղարաբաղում 18-20 թվականների կռիվներում Ղարաբաղի գյուղեր են դատարկում, կոտորում, բանանում, անընդհատ հիշեցնում են։ Այս Սուլթանով բանը նրանց այդ գեներալը ասում էր, կամ պիտի Բաքվին ենթարկվեք, կամ պիտի այստեղից հեռանաք, կամ կոտորելու ենք։ Այդ 3 պայմանը, այս ավելի քան 100 տարի նրանց ղեկավարները մեզ ասում են, Բաթումի ժողովից հետո էլ մեր երկրի ղեկավարներին ասել են թուրք փաշաները,
ասել են մենք պիտի գնանք դեպի արևելք, մեր ազգը, մեր հավատը, մեր ամեն արունը բանը դեղա, պիտի գնանք միանանք եւ դուք մեզ խանգարում եք, պիտի ճանապարհ տաք։ Ճանապարհ տանել, եթե մեր պատմաբանն չգիտեմ, քաղաքագետները չգիտեն, թող մի հատ հայկական հարց հանրագիտարանը բացեն, տեսնեն, դեռ կա հայկական հարցը, բանը, այդ պանթուրքիզմի մասին էլ կա գրած, պանիսլամիզմի մասին էլ կա գրած։ Եվ նա որ իրականացնում է պանթուրանականություն, թուրան ստեղծելու ծրագիր, դա երկու բաղադրիչ ունի, պանթուրքիզմ եւ պանիսլամիզմ։ Մի դեպքում կարևորում է առանցքային է համարվում, հիմնվում են թուրքարեզու պետությունների վրա եւ այդ միջին Ասիայի պետություններն են, իսկ այն իսլամականն էլ դեպի Աֆրիկայում բանով տարածված դեպի արևելք, դեպի արևմուտք հարավ գնացող երկրների հետ կարող էին եւ այս 30 տարիների ընթացքում անընդհատ այդ իրանց գագաթնաժողովներ էին լինում պանթուրանական ծրագիրը իրականացնելու։ Հիմա դա են իրականացնում եւ մինչեւ այս վերջին ժամանակներն էլ վերջին տեղեկություններն էլ Ալիևի տվյալներն է, չէ, տեղեկություններն է, Արևմտյան Ադրբեջանն է ստեղծում, Արևմտյան Ադրբեջան ստեղծելու համար վերջը եւ գրավում է բան, հիմա այս ինքը չի ստեղծում, ինքը այսպես է ձևակերպում, ասում է Արևմտյան Ադրբեջան, այնտեղ որտեղ ներկա Հայաստանն է, այսինքն տպավորություն կա, եղել Արևմտյան Ադրբեջան, ինչ որ մեկը Հայաստան է բերել դրա վրա դրել։ 20 տարիների ընթացքում իրենց կազմակերպած այդ համաթուրանական ժողովների ժամանակ անընդհատ հնչեցնում էին, անընդհատ հնչեցնում էին Զանգեզուրն էլ, Երևանն, Երևանն էլ, Սևանն էլ իրանցն է, պատմական իրենց տարածքն են համարում եւ այդ իրանց պատմական տարածքն հայտարարում են առնվազն չեն թաքցրել երբեք չեն թաքցրել դա բացահայտ ասվել է տպագրված դա իրանց ագրեսիան չեն թաքցնում երբեք չեն թաքցրել եւ դա իրականացնում են չգիտեմ ասեմ մերոնք են թաքցնում թե մերոնք չեն հասկանում կամ լուրջ չեն ընդունում կամ ուղղակի դավաճան սրիկաներ են իմանալով դա նպաստում են այդ ծրագիրը իրականացնելուն Գիտեք, եթե ես նայում եմ Արցախը ոնց տվեցին եւ հիմա հետին թվով պարզվում է, այսպես կարկառուն հայ քաղաքական գործիչներ հայտարարում են, որ 22 թվականին էր արդեն որոշվել, որ հայերին Արցախից պետք է հանել այլ այս պատճառներով, ես հասկանում եմ, որ մենք մեր քաղաքագիտական, պատմագիտական, չգիտեմ, միտքը առաջնահերթությունը տալիս է խավարի մեջ իրենց արտահայտությունն է, խավարի մեջ լույս տվող փողին։ Հա, դե հիմա ես օրինակ չեմ կարող ասել, որ լրիվ տգիտություններ, լրիվ անգրագիտություն, փողի ստրուկ են դարձել բոլորը։ Հա, թեկուզ այդպես, բայց կան նաև մարդիկ, որոնք կարծես թե նվիրված են, ազգակիր են համարվում, բայց համարժեք պաշտոնական աթոռ չեն զբաղեցնում, որ իրեն ձայնը կարողանան լիարժեք կիրառել։ Անկախ նրանից պաշտոն զբաղեցնում են թե չէ, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ։ Այսօրվա դրությամբ մեր երկիրը հայտնվել է այնպիսի վիճակում, որ մի նորմալ գիտնական չունենք, որ դրա համար պետական պաշտոնյա լինել պետք չի։ Ես էլ կարող եմ ցավով հայտարարել նույնը։ Եվ ասել, որ բոլոր ոլորտներում թագավորում է տգիտությունը, ճեղքիկն ու սուտը։ Այո։ Եվ ԽԾԲ-ն խնամի ծանոթ բարեկամ։ Դե էտել կա։ Չէ, էտել չկա, այդ տարածված է։ Դա է մեր կադրային քաղաքականության հիմքը։ Դրա համար էլ ամենտեղ տգիտություն է, որտեղ գալիս է ոլորտում նստում է ոչ թե մասնագետ մարդը, այլ ԽԾԲ-ն։ Լավ, հիմա ես կարող եմ ասել, նաև կան մասնագետներ, որոնք կամ կուսակցություն են ղեկավարում, կամ բոլորը կաշառված բաներ չեն էլի, կան նաև մարդիկ, բնականաբար, այդ մեր վերջը դեռ չի եկել։ Կան մարդիկ, որոնք իրոք տեսնելով այս անարդարությունը, այս ամեն ինչը, որ տանում է ազգ երկիրը կործանման, մարդիկ կուսակցություններ են ստեղծում, համախմբվում են ինչ-որ կուսակցություններով, կլոր սեղաններ են կազմակերպում, երբ այս վիճակի տեսնում են, զգում են, կործանարար է։ Հիմա ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, այդ բոլոր կուսակցություններն էլ, այդ բոլոր համահայկական շարժումներն էլ, այդ համախմբումներն էլ, կլոր սեղաններն էլ, գուցե շատ խիստ է ստացվում, բայց տեղ չկա, այն կուլտուրական խոսքս տեղ չի հասնում, կուլտուրական զրույցները չեն ընկալում,
պարզապես բոլորն էլ զբաղված են դատարկամաբանությամբ, եթե իրենց այդ քաղաքականությունը, իրենց գործունեությունը ուղղված չի դեպի բարձր կուլտուրայի երկիր, որ 30 տարուց ավել է ես ներկայացնում։ Իրենք չունեն գաղափարախոսություն եւ ազգային արժեհամակարգ, փիլիսոփայորեն եւ գիտականորեն հիմնավորված։ Առանց այդ երկու գործոնի հնարավոր չի երկրի այս վիճակից հանել, որևէ ոլորտում զարգացում կազմակերպել։ Ես կարող եմ էլի ամենայն պատասխանատվությամբ ասել, բոլոր ոլորտներում գիտություն, կրթություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, գրականություն, կենսաբանություն, բոլոր ոլորտներում խոր ճգնաժամը կարող եմ մեկ-մեկ ոլորտներ ներկայացնել այդ խայտառակ վիճակները եւ բոլոր ոլորտների նաեւ ելքը ցույց տամ։ Դուք ուզում եք հիմա հրայր ասել Նյուրնբերգ բոլոր դեպքերում ինչու մենք չհասանք դրան։ Եկեք ընդհանրացնենք, ինչու այսօր Ալիևը կարող է իր բարձրախոսից հայտարարել, որ 1987 թվականից հայերը կատարել են իրենց նկատմամբ, մտում իրենք էթնիկ խումբ են, մի հատ էլ էթնոցիդ են կարել 87-ից եւ հետո դրա համար ինքը Նյուրնբերգ է անում եւ մենք այսօր նորից պատասխանը չունենք, ինչու մենք Սումգայիթում մորթված հայի կյանքին, նրա արժանապատությանը, նրա հիշատակին տիրություն չենք արել։ Ինչ է, մենք չենք զգում, որ նա հայ է։ Մենք մեր մեջ չկա ասեցի համատարած տգիտությունը, եթե մարդու իրավունքի պաշտպանը, եթե մարդու իրավունքի պաշտպանը չգիտի ցեղասպանությունը ինչա։ Երբ որ ասում եմ, ինչու Սում Ղարաբաղում էլ ասում եմ, ինչու Սումգայիթի հարցը ազգային ժողովում էլ գնահատել են որպես ցեղասպանություն, պիտի հետևողական Գերագույն խորհուրդը։ Գերագույն խորհուրդը, ոչ թե ազգային ժողովում։ Ղարաբաղում։ Հա, Ղարաբաղում, լավ։ 99 այդ որ ասում եմ, դա 2019 թվականներում դեռ միջազգային ինչ-որ գիտաժողով էր ցեղասպանության նվիրված եւ այնտեղ մարդու իրավունքի պաշտպանի հետ էի խոսում, ասում եմ ազգային ժողով թող գերագույն խորհուրդ լինի, կարեւոր չի, էլի, կոնկրետ ազգային ժողով ասենք։ Այդ Ղուլյանը բանը որոշում էին կայացրել։ Սումգայիթը պիտի որպես ցեղասպանություն ճանաչեն եւ հետեւողական լինեն միջազգային ատյաններում բարձրացնել։ Ասում եմ, ինձ պատասխանում է, որ Սումգայիթում ցեղասպանություն չի եղել։ Ասում ոնց։ Բա բոլորին չեն կոտորել, մարդիկ եկել են այստեղ Հայաստան, բան էլի։ Ասի քո կարծիքով այդ բոլորին պիտի կոտորեին, որ ցեղասպան։ Ասի կոնվենցիան երբեք չես ծանոթացել այդ կոնվենցիայից։ Այնտեղ գրած է երկրորդ հոդվածում, թե ինչն որնա ցեղասպանություն։ Տարօրինակ է, չէ, պարոն Ուլուբաբյան, որ 1988 թվականի ամռանը փաստաբան Շապշնիկովայի հետ, որ ազգությամբ հրեա էր, հանդիպում կար էներգետիկայի ինստիտուտում եւ իրեն մենք անդադ հարց էինք տալիս, քանի հոգու են սպանել Սումգայիթում, ինքը մի նախադասություն ասաց։ Անկախ դրանից քանը հոգի են սպանել, եթե նույնիսկ մեկ հոգու հենց այն փաստը, որ իրենք սպանել են, որովհետև նա հայ է, դա պետք է բնորոշել ցեղասպանություն։ Ոնց եղավ, որ մարդու իրավունքների պաշտպան հայ մարդը այսօր ինչ որ սակարկում է, չէ, ցեղասպանություն չէր եւ այլ, այսինքն սա միայն տգիտությամբ բացահայտ ենք, հա։ Լավ։ Հիմա Շապշնիկովայի մասին ասեցի, մի երկու խոսք էլ դրա մասին ասեմ։ Շապշնիկովային եւ Ռշտունին ես եմ ուղարկել Մոսկվա։ Հա, լավ է կարել։ Ես եմ ուղարկել։ Այնտեղ էլ իրենք են իրենց թերություններով գործել այնպես, որ էլի չկարողացանք լավագույն արդյունքի հասնենք։ Հա, արել են ինչ-որ բան, ես էլ օգնել եմ իրանց այդ ինչ-որ բան անելու, բայց իրենք էլ գործը սկսել են լրիվ գործին չծանոթանալու։ Գործանող մարդն է թերանում, երևի դուք էլ ինչ-որ մի առումով, ինչ-որ մի հարցում թերացել եք, որ Սումգայիթը այսպես էլ մնաց ճնշված, խեղդված, իսկ իրականում ինքը դարավ հիմք 20-րդ դարի վերջում հայության նոր ցեղասպանության, եւ մենք դրա դեմը չկարողացանք առնել։ Ցեղասպանությունը Սումգայիթից 23 թվականին հասավ Ստեփանակերտ։ Ու դա մենք հստակ տեսանք, այսինքն իրենք պարտված լինելով 94 թվականին։ Լավ, եթե թողես մեկ-մեկ կասեմ, էլի արդեն հատում ես անընդհատ։ Համեցեք։ Թուրքը ունի ծրագիր հային ոչնչացնելու, ես այսօրվա 3 բան եմ տեղադրել, տեսագրություն եմ տեսագրել են դրել եմ եւ այնտեղ որպես նախաբան գրել եմ Նժդեի խոսքը։ Հայի եւ թուրքի մեր ապագան կախված է հայ-թուրքական հարաբերություններից եւ այդ հարաբերություններում թուրքն էլ հայն էլ խոստովանել է որ մեկի գոյությունը պայմանավորված է մյուսի մահով։ Հիմա թուրքը ունի ծրագիր մեզ ոչնչացնի իր ծրագիրը իրականացնելու, մեզ թուրանը ստեղծելու, մենք դրա դիմաց այդ
Էդ էլ ասում։ Նա մեզ ոչնչացնելու ծրագիր ունի, բայց մենք դրա դեմ ծրագիր չունենք եւ զենք չունենք պաշտպանվելու։ Այդ ասելա Նժդեը երբ ասել, գիտենք 55 թվականի որ մահացել է մինչև այդ։ Ուրեմն այսքան ժամանակ այդ ուղղությամբ որևէ բան չի արվել։ Հիմա այս 35 տարվա ընթացքում, որ ես 38 տարի առաջ շարժումը սկսել ենք, ես սկսել եմ այդ առաջի շաբաթվա միտինգների որպես կազմակերպիչներից մեկը սկսել է որպես Իգրի եւ Զորի Բալայանի զինվոր։ Բայց 91 թվականին արդեն հասկացել եմ, որ ես իրանց զինվոր չեմ կարող լինել, իրանք էլ են շեղվել։ Եվ 91 թվականին ես գաղափարախոսություն եմ արդեն առաջարկում։ 91 թվականին ես ահազանգ եմ հնչեցրել, Արցախը միայն Արցախով չեմ բավարարվելու, հոդված ունեմ գրած բանի Վազգեն Մանուկյանի բանին այն հոդվածին ի պատասխան, որ գրել էր գնացքից թռչելու ժամանակն է ինքը ներկայացնելով որպես սովետի շարժման գնացքի, ես էլ գրել եմ գնացքից թռչելու եւ գնացքը փրկելու ժամանակները նկատի ունենալով որ իրենք Արցախյան ազատագրական պայքարի գնացքն են ղեկավարում, ուր եք թռչում, ուր եք Արցախը հանձնում թուրքին նորից։ Դա փաստորեն ես դա քննադատելով դավաճան անվանելով այդ 91 թվականին ղեկավարներին այդ գնացքը փրկելու ուղի եմ ցույց տվել։ Այն ժամանակ էլ գրելով ահազանգը կոնկրետ կոչեր մտավորականների համախմբեք, թե չէ այս Հայաստանն էլ են կորցնելու, որովհետև թուրքը ունի ծրագիր Արցախ, Ղարաբաղ, Զանգեզուր եւ այլն, Թուրանը, Թուրաններ։ Հիմա այս վերջին տարիներին տեսնում ենք, չէ՞ որ ակտիվ քննարկում է եւ Զանգեզուրի հարցը եւ Արևմտյան Ադրբեջանով էլ Հայաստանը վերացնելու հարցը։ Ես 35 տարի առաջ եմ կանխատեսել դա, կանխազգացել եւ գրել։ Հիմա ես ծրագիր եմ առաջարկել նաեւ այդ վիճակից ելքի։ Հիմա այդ դրանից հետո այս 30 տարիների ընթացքում պարբերաբար ահազանգ եմ հնչեցրել։ Եթե չհամախմբվենք, չմիավորվենք, չպայքարենք այս գաղափարախոսության շուրջ, մենք կկորցնենք եւ տարածքներ եւ զոհեր կտանք։ Եվ դա իրականանում է։ Եվ մինչև հիմա, եւ այդ իմ կոչերը Facebook-յան էջում հեռուստաեթերով, լրատվականներով տարբեր եւ գրավոր եւ բանավոր ասում եմ։ Լավ, կոչ եմ արել Facebook-յան էջում ես մի քանի տարի կոչ եմ անում, ասում եմ 1700-ամյա քրիստոնյա երկիր ենք համարվում։ Քրիստոսն ասել է, որտեղ 2-3 հոգի հավաքվեն իմ անվան շուրջ, ես նրանց հետ եմ, նրանց մեջ եմ։ Այս 1700-ամյա քրիստոնյա աշխարհում ես էլ 5000 ընկեր ունեմ Facebook-ում։ 2 քրիստոնյա չկա դրանց մեջ։ Եկեք մի հատ հանդիպենք, զրուցենք, հասկանանք այդ ինչ է նշանակում այդ Քրիստոսի մեզ հետ լինելը, մեր մեջ լինելը։ Ում հետ հանդիպեցի, խոսեցի, պարզվեց, որ ոչ թե քրիստոնյա է, այլ եկեղեցասեր ու եկեղեցապաշտ։ Եկեղեցապաշտպան։ Եվ դա մարդիկ չեն հասկանում, որ եկեղեցունի քրիստոնեությունը տարբեր բաներ են։ Թումանյանն էլ զգուշացրել, Նժդեհն էլ զգուշացրել։ Թումանյանն ասել է, մարդը կարծում է, թե եկեղեցին ու քրիստոնեությունը նույն բաներն են։ Որ մի քիչ խորամուխ է լինում, տեսնում է, որ ոչ միայն նույն բաները չեն, այլ լրիվ հակառակ բաներ են։ Նժդեհն էլ ասել է, եկեղեցին սխալ է հասկացել, ճիշտ չի հասկացել Քրիստոսի սիրով պատվիրանը եւ այլ բաներ, եւ դարեր շարունակ մեր ազգի, մեր ժողովրդի դժբախտության պատճառ է դարձել, դարեր շարունակ։ Եվ եթե շարունակի իր մեռած սիսակատարություններով, մեռլաթաղով զբաղվի, վաղը մյուս օրը եթե չվերանորոգվի, վաղը մյուս օրը իր ժողովրդին էլ թաղելու իր Աստծուն էլ։ Այսօր այդ վիճակում է այդ եկեղեցին։ Եվ այսօր կարելի ասել մեր ազգի երկու թշնամական ճյուղեր իրար հետ կռվում են, իրար են ուտում։ Ես որևէ մեկի կողքին այդ կռիվը ներդրված է դրսից, եկեք չշեղվենք հարցից, որտեվ այստեղ ես հիբրիդային պատերազմա գնում ակնհայտ մեր երկրի դեմ։ Այդ բոլորն էլ հասում են, մեկ ասում է հիբրիդային պատերազմ, մեկ ասում է հոգեբան։ Մի րոպե ներողություն էլի։ Այդ հիբրիդային պատերազմա սողել կա, քաղաքական պատերազմա սողել կա, հոգեբանական, ինֆորմացիոն, բոլորը նշում են տարբեր ուղղություններ, ինչ ով ինչ հասկանում է, բայց ոչ մեկը չի հասկանում, որ այդ հիբրիդային գաղափարական քաղաքական այդ բոլոր պատերազմներից գաղափարներից վեր կա նաև գաղափարական պատերազմ, գաղափարախոսություն կա, աշխարհում ընթանում է գաղափարական պատերազմ։
Եվ այդ գաղափարական պատերազմի առանձին լոկալ դրսևորումներ են, թե թուրքերի հետ մեր կռիվը, թե այդ Միսկի խմբի հետ բանավեճերը, այդ բոլորը լոկալ բաներ են, մեկը կասի չի ինֆորմացիոն էլ է, մշակութային պատերազմ էլ է գնում, բայց դրանք բոլորը գաղափարախոսության մեջ պիտի մտնեն։ Եթե գաղափարախոսություն չունենք, որևէ ոլորտի կարգավորում չեք կարող ունենալ։ Եթե գաղափարախոսություն չկա, որը նպատակը պիտի հստակ ձևակերպած լինի։ Եվ այդ նպատակին ծառայեն բոլոր ուղղությունները։ Լավ, հրայր, խնդրում եմ այդ դեպքում մի փոքր այսպես կենտրոնանաք։ Ես ուզում եմ, որ հերոստատիտողը հասկանա ձեր գաղափարախոսությունը, ինչ է առաջարկում։ Հասկացա դուք եկեղեցին նաև Նժդեհի ու Թումանյանի բերանով այսպես կողքի տարակ վնասակար համարեցիք եւ այլ։ Ձեր գաղափարախոսությունը 2-3 նախադասությունով 1000 ներողություն, որ այդպես եմ ասում, փորձեք նկարագրել, որ հերոստատիտողը հասկանա դուք ինչ եք առաջարկում, հստակ ձեր գաղափարախոսությունից մի քանի կամ առաջնահերթ մի քանի մտքեր։ Էլի մեր մեծերի անուններն եմ տալու, որպեսզի այն մյուսներից մի քիչ տարբեր են, որովհետև ամեն մեկը իրեն Նապոլեոնի տեղ դրած, ամեն մեկը իր ես առաջ քաշելով, ամեն մեկը ասում է, իմ կարծիքով ես կարծում եմ, ես էլ այդ նման քննարկումների ժամանակ ասում, ես էլ կարծում եմ, որ Թումանյանն ու Նժդեհը մեզնից բոլորից ավելի իմաստ ունեն, ավելի խելացի են։ Ուրեմն նրանց կարծիքները հաշվի առնեն։ Այսօր դեմոկրատիան է առաջնահերթ դեմոկրատական երկիր ենք ստեղծում։ Թումանյանն էլ, Նժդեհն էլ առաջնորդի գաղափարն են առաջ քաշել, առաջնորդի անհրաժեշտությունն են առաջ քաշել, այսօր այդ շատ կուսակցություններ եւ համախմբված բաներ առաջնորդի դերը մերժում են։ Բայց էլ ոչ Նժդեհի անուն են տալիս, Նժդեհի դրոշի տակ են։ Առաջնորդ իրենք ինչ էին հասկանում։ Եկեք այսպես, հա, եղած իրավիճակը թողնենք, որտեղ շատ ճարճիմ է։ Թումանյանը, Նժդեհը ինչ էին առաջարկում, ինչպեսին պետք է լինի առաջնորդների ընթացքում առաջնորդը ունեինք առաջնորդ։ Չէ, դուք արդեն երբ որ ես Նյուրնբերգի հարցը տվեցի, դուք ասեցիք տկարամիտ էին առաջնորդ չունեինք։ Հիմա ուրեմն եթե չենք ունեցել, թողնում ենք մի կողքի։ Հիմա եկեք հարցին ենք պատասխանում։ Ինչպիսին էր Թումանյանի եւ Նժդեհի նկարագրած առաջնորդը։ Ինչ հատկանիշներ, մարդկային, հոգեվոր, ինչ արժանինքներ պետք է այդ առաջնորդ ունենա, որ համարենք նա առաջնորդ։ Առաջին բնութագրական բանը առաջնորդի, որը այսօր կարելի ասել լրիվ դրա հակառակ ուղղությամբ է գործում մեր Նապոլեոնությունը, Նժդեհն ասում է վաղվա առաջնորդը իր հոգևոր սնունդը կառնի նախ իր ցեղի, ապա արևելքի հոգևոր աղբյուրներից։ Այսօր դրությամբ դեպի արևմուտք, դեպի Ամերիկա, արևելքը չի քննարկվում։ Ինչու արևելք, հրայր, այնտեղ ինչ կար։ Այդ ինչ հոգևոր արժեքներ կային արևելքում, որ արևմուտքում չկա։ Ես ուզում եմ Նժդեհ հասկանալ։ Ուրեմն այդ արևմուտքի քաղաքակրթության մասին, քաղաքակրթության ճգնաժամի մասին դեռևս արևմուտքի մասնագետներն են խոստովանել։ Այն Եվրոպայի մայրամուտը Շպենգլերն ա գրել։ Որ դարերում։ 20-րդ դարի սկզբին 20-րդ միջև այդ արևմուտքը քաղաքակրթական կարևոր շերտ էր աշխարհի համար։ Դե քաղաքակրթության կենտրոնն էր համարվում, բայց 20-րդ դարում սկսվեց այդ արևմտյան քաղաքակրթության ճգնաժամը։ Այսինքն Նժդեհը արդեն դա էր տեսնում, դրա համար դեպի արևելք էր գնում, թե բոլոր դեպքերում արևմուտքում էլ ինքը բազում հոգևոր կարևոր բյուրեղներ կար։ Հետո արևելք արևմուտք դա շատ համեմատական է, գիտեք։ Եթե ես լինեմ Ճապոնիայում նստած, ինձ համար արևելքը այսօրվա Ամերիկան է։ Մեր մեծերը արևելք ասելով հասկացել են առաջին հերթին Հնդկաստան։ Այնտեղ է հոգևոր արժեքներ պահպանվել, որ այսօր մենք չունենք եւ դրա անհրաժեշտությունը կա։ Դրա վառ ապացույցը, երբ որ առաջնորդի մասին է խոսում, իսկ Նժդեհը բոլոր ոլորտների համար որպես նպատակ իդեալներ էր առաջարկում եւ ասում է, որ թե ինքը ընդհանրապես շատ գաղափարներ առաջարկում էր թե անհատի զարգացման համար, թե ժողովրդի զարգացման կամ ազգի, այսինքն հավաքական։ Ամեն ինչ ուղղված էր եւ անհատին եւ հավաքական ժողովրդին։ Հիմա այդ իդեալ եւ իդեալապաշտությունը այդպեսի արտահայտություն ունի։ Սա է մեր փրկության ուղին։ Ուրեմն այդ փրկության համար բանի նաեւ իդեալ առաջնորդ է առաջարկում։ Եթե Փիլիսոփայես եղիր Պլատոն, առաջնորդը իդեալական առաջնորդը բանն էր, Մահատմա Գանդին էր։
Եվ Թումանյանն էլ դեպի արևելքն աստվածային հայրենիքը իմ հոգու, արևմուտք արևելք իրար հետ համեմատում է, ինքը կյանքի մասին, որ աստիճանական դասակարգում ունի, տիեզերականից մարդկային, ազգային, պետական, դասակարգային, կուսակցական, թայֆայական, մինչև պստիկ եսը, ասում է, արևմուտքը ամենաշատը հասել է դասակարգի մակարդակի, բայց արևելքը մարդուն հասցրել է տիեզերքին, Աստծուն խառնել, Ատմանին ես ուզում եմ հասկանալ, այսինքն եթե Թումանյանն իր դեպի համար արևելքը Հնդկաստանն է, ապա ինքը ես չեմ կարծում, որ ինքը Հնդկաստանին հակադրում է աշխարհի այլ մասերին, պարզապես ասում է Հնդկաստանը ունի սա, այլ աշխարհի այլ բեկորներ չունեն նման հատկանիշներ։ Հիմա նորից հետ դառնանք, եկեք խնդրում եմ, ժամանակի խնդիր ունենք, առաջնորդը ինչպիսին պետք է լինի Նժդեհի եւ Թումանյանի, որտեղ մենք այսօր առաջնորդի խնդիր ունենք։ Մենք 35 տարի չենք ունեցել նույնիսկ Հեյդար Ալիևին համարժեք եւ նրան, այսպես ասենք, հակակշիռ որևէ առաջնորդ։ Աբսուրդ է։ Այսինքն չձևավորված ինչ որ մի խաժամուշ ունենում է առաջնորդ, օրինակ Հանձինս Հեյդար Ալիևի, որից հետո դրա ստահակ որդու, իսկ հայ ժողովուրդը, որը արդեն Երևանի տարեթիվ են ասում 15000 տարի եւ այլը, ահռելի քաղաքակրթական շերտ ունեցող ձևավորված իրավիճակը հասկանում։ Այո, եկեք դրա իրավիճակի Նժդեհը խոսքը ասել, որը կարելի ասել հենց այսօրվա համար է ասել ոնց որ։ Ասում է, այդ սերունդը չնչին բացառությամբ չունի կյանքի հստակ փիլիսոփայություն եւ փիլիսոփայական կուռ աշխարհայեցողություն, որի պատճառով մեր հոգեվոր կյանքը շարունակում է մնալ քաոսային։ Մենք այդ քաոսային վիճակում ենք մարքսիզմ-լենինիզմից հրաժարված հասարակության մեջ, որ ուրիշ փիլիսոփայություն նորից եմ բերում, խնդրում եմ։ Մենք առաջնորդի կերպար ենք ձևակերպում Թումանյանի առաջնորդը պիտի փիլիսոփայություն ունենա, պիտի իմանա այդ ճգնաժամի պատճառը։ Լավ, ճգնաժամը քաոսային վիճակ է։ Հիմա շատերն են ասում, ինչի է ճգնաժամ, ինչի է քաոս։ Ոչ մեկը չի ասում, չի հասկանում, որ փիլիսոփայության թող մեկը մի քաղաքական կուսակցության կամ կազմակերպության, չգիտեմ, համալրական շարժման մեկի մասին ասա, որտեղ նշել են, որ այդ փիլիսոփայության բացակայության պատճառով է։ Որ փիլիսոփայության Մարքսիզմ-լենինիզմից հրաժարված հասարակություն ենք հրաժարվել, մարքսիզմ-լենինիզմը տեղը բան չունեն, ես հիմա այդ եմ ասում, հիմա ուզում ես նոր փիլիսոփայությունը ներկայացնենք։ Չէ, հիմա Նժդեհն ու Թումանյանը առաջարկել են առաջնորդի իրենց պատկերը, եւ դուք դա ընդունում եք, եւ դուք դա առաջ եք տանում մեր ապագա ճանապարհը։ Ասել եմ, գաղափարախոս ամեն մի առաջնորդ պետք է ներկայացնի որոշակի գաղափարախոսություն եւ ազգային արժեհամակարգ, փիլիսոփայորեն եւ գիտականորեն հիմնավորված։ Եվ հիմա ոչ փիլիսոփայություն ունենք, ոչ գիտություն։ Եվ որևէ կուսակցություն չի ներկայացնում այդ բանը։ Ազգային արժեհամակարգ եմ ասում, որ շատերն են չի օգտագործում, ազգային արժեհամակարգի մասին շատերն են խոսում։ Որևէ մեկը հասկանում է, բացատրել է թե ինչ բան է։ Ունենք պատրաստի, թե նոր պետք է ստեղծենք։ Եթե ազգային ենք ասում, ապա պետք է ազգի արմատների անցյալից գար, չէ՞, ազգային արժեհամակարգը, եթե կա։ Բայց մեր պատմությունը ասում է, նախաքրիստոնեական շրջան ենք ունեցել, ամենակոպիտ ձևով են բաժանում, էլի 3 շրջան։ Քրիստոնեական շրջան եւ սովետական շրջան։ Ամեն մի շրջանում ունեցել ենք ինչ-որ արժեքներ, որով ղեկավարվել է տվյալ ժողովուրդը, այդ ժամանակի ժողովուրդը, եւ գաղափարները արդիական են եղել։ Եվ ամեն մի հետագա փուլը եկել է անցյալի արժեքները ոտնահարելով, ոչնչացնելով, իր արժեքներն է հիմնել։ Եվ այդ սովետներ եկավ, ասեց կորոնա օպիումը, աստված չկա, հոգի չկա, բան մերժելով եկեղեցու մեր գաղափարախոսությունը եւ դա էլ ժխտելով իր գաղափարախոսությունը տարածեց Մարքս-Լենինյան։ Հիմա դրանից էլ են հրաժարվել, մնացել օդում կողված։ Հիմա այդ ազգային արժեհամակարգ ասած բանը որն է, տեղել է Նժդեհը ցույց տվել։ Ճշմարիտ մտավորականները ընտրանին այդ փսիխոս բան ունի։ Ասում է ճշմարիտ մտավորականները թողարկում է պատմաբանը, հնագետը, բանասերը, լեզվագետը պիտի անցյալից արժեքներ բերեն։ Արդիական փիլիսոփայության լույսի տակ դնեն։ Հրայր ջան, դուք շատ սուր միտք ասեցիք, ներողություն եմ խնդրում, մենք անցնենք գովազդային ընդմիջման եւ հիմա պնդենք, թե ովքեր են մեր այդ պատմաբանները, ազգագրագետները, հնագետները, որոնք նույնիսկ ի վիճակի են Նժդեհի պատվիրանը կատարելու։ Խիստ կասկածում եմ։ Հայրենակիցներ, մտնենք գովազդային ընդմիջման։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։
Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15,000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով, օդանավով 1 փաունդը 2.99, նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական և ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հայրենակիցներ, մենք գովազդային ընդմիջման էինք, շարունակեմ իմ հարցազրույցը հրապարակախոս Ռայլ Ուլուբաբյանի հետ։ Պարոն Ուլուբաբյան, մենք նորից անդրադառնանք, սա ես պարբերաբար հիշեցնելու եմ իմ հայրենակիցներին նաև, որովհետև մենք նաև ֆիզիկական պաշտպանվածության խնդիր ունենք այսօր, եւ այո, ցեղասպանության ուրեմն վտանգը կախված է հայության գլխին, ոչ միայն Հայաստանի այս փոքր բեկորի վրա, այլ նաև աշխարհասփյուր հայության համար է դա վտանգավոր, որովհետև մենք տեսնում ենք, որ հայատյացության այն ալիքը, որ կարողանում են Բաքվում կամ Անկարայում կառավարելի դարձնել, նա կարող է վտանգավոր լինել թե չգիտեմ բանում Մոսկվայում, Ստավրապոլում, Դոնի Ռոստովում, թե նաև հեռավոր, ինչպես մենք ասում ենք, արևմուտքում, օվկիանոսից այն կողմ, Ամերիկայի ցանկացած քաղաքում։ Եվ դրա համար ես պարբերաբար հիշեցնում եմ մի կարևոր ծանր դրվագ, ինձ համար շատ ավելի շատ ծանր դրվագ, դա բոլոր դեպքերում Սումգայիթն է։ Եվ Սումգայիթի խնդիրը քննարկելով Նյուրնբերգի մասին հարցադրումից հետո մենք եկանք հասանք նրան, որ
չունենք առաջնորդի մեր պատկերացումը։ Այսինքն ստացվում է, որ կողքի հարևան այդ ուրեմն խաժամուժը, որը նույնիսկ էթնիկ խումբ չի եւ իրեն ադրբեջանցի կոչում, ինքը ուներ պատկերացում առաջնորդի մասին, դրա համար ինքը, ասենք, վերջի 40-50 տարիներին ունեցել է Հեյդար Ալիևի նման պետականամետ մտածողությամբ առաջնորդ, հետո դրա ստահակ ժառանգորդը ունի պետական մտածողություն, իսկ հայությունը չունի ու չունի։ Դուք հասկանում եք, այսինքն այստեղ հակասություն էլ կա։ Ոնց է լինում, որ այդ խաժամուժը, որ չգիտի նույնիսկ ինչ բան է փիլիսոփայություն, բայց ունի այդպիսի առաջնորդ, իսկ հայությունը այդպես էլ փիլիսոփայություն է փնտրում, Նժդեհ ունի, Թումանյան ունի, բայց առաջնորդի մասին պատկերացում անգամ չունի եւ չունի առաջնորդ։ Որովհետև լուրջ գիտնություն չունենք։ Թուրքերը ունեին, որ Աթաթուրք եղավ գաղափարախոսություն եւ գաղափարախոսությամբ ղեկավարում էր թե Էլչիբեյը, թե Մութալիբովը, թե բոլոր ղեկավարները այդ գաղափարախոսությանն էին ծառայում։ Այսինքն մի գաղափարախոսություն կար, ոչնչացնել հայերին։ Եվ դա բավարար էր, որ իրենց տաներ։ Սա է հարցը։ Դրա պատասխանելն Նժդեհին ասում է, որ Թուրքը ունի ծրագիր մեզ ոչնչացնելու, մենք դրա դեմ ծրագիր չունենք եւ պաշտպանության ծրագիր չունենք եւ զենք չունենք։ Նժդեհն ասել է, հիմա այդ ինչ պիտի անենք, պիտի հասկանանք այս ներքին վիճակը, քաոս է, հա, քաոսի պատճառը որն է, որ պիտի վերացնենք։ Պարզում է փիլիսոփայության բացակայությունը։ Այն դաշտում ունեցող քաղաքական դաշտում չկա այդ հարցով զբաղվող, որևէ մեկը նման բան չի ասում։ Ազգային արժե համակարգի մասին դատարկաբանում են, ոչ մեկը չգիտի այդ ինչ բան է։ Առանց դրա չի կարող հայ մտածողը մարդը, որ մտահոգված է, չարն ու բարին չի կարող տարբերել, եթե ազգային արժե համակարգ չունի։ Նա հայտնվել է մեր այսօրվա ժողովուրդը հայտնվել է այն աստվածաշնչյան Ադամի նախնական վիճակում, մինչև պտուղը ուտելը, որ չարն ու բարին չէր տարբերում։ Միայն պտուղը ուտելուց հետո Աստված հաստատում է, նա դարձավ ինչպես մեզնից մեկը, չարն ու բարին տարբերող։ Այսօր մեր ժողովուրդը այդ վիճակում է։ Մի ուրիշ տեսակետից էլ մեր ժողովրդին կգնահատեմ։ Այն աստվածաշնչյան քույրի վիճակում է ամբողջ ժողովուրդը։ Եմ որ ասում եմ, մի քույրը որ քույրին ուղեկցի, երկուսն էլ փոսը կընկնեն։ Հիմա այս բոլոր առաջնորդները այսօրվա քույրի վիճակում են։ Թումանյանի քույրերի աշխարհում էլ այդ բանը որ փղին հանդիպում են, մեկը փոչից է բռնում, մեկը կնչի թից, մեկը ոտնա, մյուսը փորնա, Իրաննա, ամեն մեկը ասում է, ջերանա, չգիտեմ, տակարա, ջերան, բանա, պարանա, եւ այդպես էլ անտեղյակ լինելով ամբողջական այդ փղի մասին։ Հիմա Նժդեհի հարազատ ընկեր գաղափարակից Հայկ Ասատրյանն էլ ասել է, մեր մտավորականությունը կորցրել է համադրողական մտածողությունը, որով ընդհանուր աշխարհում տեղի ունեցող ամեն ինչը հասկանալու ընդունակությունն է կորցրել։ Եթե չվերականգնի այդ տեսնում ենք, բոլորը վերլուծաբաններ են, վերլուծում են, կարծես թե տրամաբանակը, խելացի բան ամեն ինչ անում են, բայց վերլուծելուց հետո չեն կարող համադրեն այդ ամենը, ամբողջական պատկերացում չկա։ Դրա համար էլ ինչ խոսում են, ժողովրդին ժեխ են կոչում։ Այսինքն վերջին արդյունքում այդ ձեր ասած մտավորականը, որը համադրական որևէ վերլուծություն չունի, չի կարող ունենալ, որովհետև ինքը մակարդակ չունի մտավորականի։ Սովետի ժամանակ Արևմուտքում, թե Սովետում նեղ մասնագիտություն էր ներդրված։ Այսօրվա դրությամբ են Սովետից եկած նեղ մասնագետներն են, քաղաքականապես տգետ, որ են Հրայր, կներեք էլի, հիմա Արևմուտքում էլ է նեղ մասնագիտություն։ Դրա համար էլ ամբողջ աշխարհը հիմա խառնված է իրար։ Խառնված է, այսինքն համատություն անելուց գոնե ասենք որ դեղել է քաոսային վիճակ։ Այսօր աշխարհը խառնված է իրար եւ այս բացի Ադրբեջանից ու Թուրքիայից ոչ միտեղ քաոսային վիճակ չի։ Վաղը միսոտ հույթան Ադրբեջանը վերանալու են, ինչ ենք մենք ուզում նրա հետ հիմա։ Որովհետև դուք ասում եք նրանք ունեն գաղափարախոսության հայությանը վերացնելու։ Ես ունեմ մտահոգություն գիշեր ցերեկ, ոնց պաշտպանեմ իմ ժողովրդին։ Ես էլ ցույց եմ տալիս այդ ճանապարհը։ Ես էլ դրա համար հրավիրել եմ, որ դուք ցույց տաք ճանապարհը։ Այս 30 տարուց ավել որ առաջարկում եմ, այդ գաղափարախոսությունը երկու հիմքերի վրա է։ Մեկը պաշտպանական, պայքար եւ հաղթանակ։ Երկրորդը շինարարական։ Կամ համպիտի դրանք զուգահեռ իրարից անկախ չի լինում։ Եվ պիտի բարձր կուլտուրայի երկիր Հայաստանը կառուցենք եւ նաեւ պայքարի
բանի պատրաստվենք։ Մենք պայքարի մեջ ենք, այդ էլ կարճ ասեմ ուղղակի, խնդրում եմ չընդհատես։ Մենք համաշխարհային գաղափարական պատերազմի մեջ ենք, բայց գաղափարախոսություն չունենալով երկրի բոլոր ոլորտներում, ներքին, արտաքին, քաղաքական, տնտեսական բոլոր ոլորտներում պարտվում ենք խայտառակ ձևով, որովհետև այդ գաղափարախոսությունը չունենք այդ արտաքին ճնշումներից, ներքին տականքի ճնշումներից, ուրեմն համաշխարհային գաղափարական պատերազմ ենք մասնակցում։ Այդ գաղափարական պատերազմի լոկալ դրսևորումը թուրքերի, հարևանների հետ է։ Այդ գաղափարախոսությունը նրանք ունեն ծրագիր գաղափարախոսություն մեր դեմ, մենք չունենք։ Երրորդ ճակատը մեր պայքարի ազգի ներքին տականքն է։ Տականքն է, որ նպաստում է արտաքին Չի նպաստում, ուղղակի ավերում է հենց ինքը երկիրը։ Ինձ համար նպաստում էլի նա ուզում է քանդիցար նպաստում ավելի արիալ քանդում։ Հիմա ուզում եմ մանրամասներ ներկայացնեմ, Թումանյանի թանգարանը ավերել են։ Այսօրվա դրությամբ Թումանյանի թանգարանը պատն է, դիմացի պատն է մենակ, ներսը քանդած ավերած է, թուրքն է մտել այնտեղ ավերել։ Բանը Ծիծեռնակաբերդի ցեղասպանության համալիրի քանդում էին, կանգնեցրին ինչ-որ ընկերներ։ Եվ երկիրը ընդհանուր է ավերվում, չգիտեմ, այն օրը տեսա քոեջում էլ, ուրիշ տեղեր էլ ասեցին Facebook-յան էջում, 200, չգիտեմ, քանի դպրոց փակվում է։ Դպրոց է փակվում։ Դա նրանց ծրագիրն է իրականացում։ Հիմա այդ ամենից ավելի կարևոր է գիտակցենք։ Հայն է ընկած վիճակում։ Բոլորը, այդ բոլոր կուսակցությունների ղեկավարներ, շատ լավ ասեցիք։ Այդ բոլորը այն վիճակում են, որ չեն կարող հասկանալ այդ ամբողջականը։ Այդ ամբողջական մեր վիճակը չեն կարող, թե շինարարության ոլորտում, թե ինչ պիտի անենք, եւ թե այդ պայքարի վիճակում։ Ամեն մարդ պիտի այդ ամբողջի մեջ կարողանա ինքնորոշվել, եւ այդ ինքնորոշման ընթացքում պիտի որոշի։ Այս հին աշխարհի, այս որ ասեմ համաշխարհային պայքարը գնում, հին աշխարհի նոր աշխարհի միջև պայքարը գնում, հին ու նոր աշխարհի, այն հին աշխարհը վերանալու է, այդ նոր աշխարհը թե ինչ է, տասնյակ տարիներ հեսա հոդվածներ ունեմ գրած, չեմ ուզում բացեմ ցույց տամ, այդ նոր աշխարհի մասին, թե մեզ ինչ է սպասվում, ես նկարագրել եմ նոր աշխարհի շեմին, նոր աշխարհի կրակները, նոր աշխարհի մանկավարժության հարցի շուրջ, կրթական համակարգ, ամեն ինչ մշակել եմ, տվել եմ, ինչ որ հրապարակած կա, օդում չեմ խոսում, հրապարակված կա այդ հոդվածները ունեմ, 92 թվականից այդ գաղափարախոսության հիման վրա կա գրած։ Հիմա կարևոր մի բան, որ ասեմ, այդ էլի սովետական այդ մտածելակերպի հետ է կապված, երբ որ Թումանյանը 13 տարեկանում հասկացել է, որ մեր փրկությունը կարող է լինել վերին օգնությամբ, Աստծո օգնությամբ 13 տարեկանում բանաստեղծություն է գրել, օրորք, քնիր, իվորթի, ասում է, քնի գուցե երազում տիրոջ հրեշտակ ասի, թե ինչպես պիտի փրկվենք այս վիճակից, գուցե ասի այս վիճակի պատճառը, եթե պատճառը կա, ուրեմն շարել կա, կոնկրետ ինքը այդ 13 տարեկանում իր հանճարեղությունն է դրսևորել, ընդհանրապես մարդկության պատմությունը ցույց է տալիս, այդ մեր պատմաբանները պիտի հաշվի առնեն նաև։ Այս սովետից կտրվել են, թող սա էլ պատմական խնդիր է, հաշվի առնեն, ներկայացնեն հասարակությանը։ Մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր ժամանակներում ժողովուրդները, երկրները ծաղկել են, զարգացել են վերին օգնությամբ, որևէ առաջնորդի գլխավորությամբ, այդ առաջնորդն էլ այդ վերի հետ կապված է եղել եւ ժողովրդին ծառայել է նվիրված ձևով։ Հիմա Թումանյանն էլ, Նժդեհն էլ այդ վերին ուժերի մասին ասել են, Նժդեհը ունի խոսք, ասում է, ժամանակների մայրը երբեմն մարդկությանը, ժողովուրդներին մեսիա է ուղարկում։ Այդ գաղափարը տվել է նաեւ Թումանյանը։ Ասում են, թե 1000 տարին մի անգամ մի փրկիչ է գալիս, մի պատգամ, մին որ եկավ մեռած էինք մենք, ծնված չէինք մենք մորից, մենք էլ որ գա մեռած կլինենք ցավերից։ Հիմա այդ վերին այդ օգնողը եկել է։ Ով գիտի դրա մասին։ Տերտերները ասում են այդ մասին։ Գիտեն, երկրորդ գալուստ պիտի լինի։ Այդ երկրորդ գալուստը բուդդիստների համար էլ կա, բոլոր կրոնների համար էլ այդ գալուստը կա։ Հիմա այդ գալուստը ո՞ց պիտի բնութագրվի, ո՞ց պիտի լինի։ Գիտեն իրանք, գիտեն եկել է թե դեռ պիտի գա։
Հիմա եկել է տվել է այդ նոր ուսմունքը տրվել է մարդկությանը, այդ նժդեի ասած մարդկությանը եւ ժողովրդին փրկելու համար։ Հիմա մարդկությանը որ տրվել է այդ ուսմունքը փրկելու համար, այդ ուսմունքը ես եմ ներկայացնում Հայաստանում։ Այս վիճակից դուրս գալու համար։ Եթե փիլիսոփայություն չունեք, ես տալիս եմ։ Դա փիլիսոփայության, գիտության եւ կրոնի համադրությունն է։ Եթե փիլիսոփայությունն էլ, կրոնն էլ, գիտությունն էլ մարդու ընդհանրապես ճանաչողության 3 հիմնական ուղիներն են, թե մեր երկրում, թե ամբողջ աշխարհում այդ 3 ուղիները փակուղի են մտել։ Գիտությունն էլ արևմուտքում էլ մեզ մոտ էլ նյութապաշտական աթեիստական գիտությունն է։ Նյութապաշտական, որ ասում են 5 զգայարաններով է ճշմարտությունը իմացվում, բայց 5 զգայարաններով ոնց է բացատրում բանի Վանգայի, Վոլֆ Մեսինգի, այն մնացած պայծառատեսների, հենց Թումանյանի աղայանի բանի պայծառատեսության օրինակները կան։ Ես ներկայացնում եմ, դուք այսօր դրան ոչ հոգեբանն է պատասխանում, ոչ փիլիսոփան է պատասխանում, ոչ կրոնավորը կարող է պատասխանել։ Ասենք բոլոր այդ ոլորտները փակուղի են մտել։ Դրա համար ասում եմ, երկրում չկա մեկը, որ հասկանա այդ ընդհանուրը, հասկանա ամեն մեկը իր ոլորտի խնդիրները, իր ոլորտի գոնե Մենք ժամանակի խնդիրն ենք, պարոն Ուլուբաբյան, ես հասկացա, որ իրավիճակը շատ ավելի, այսպես ասած, ծանր է, սուր է եւ մենք էլի խոսելու այս տասնյակ տարիներ անընդհատ ասում եմ, երկիրը շատ ավելի ծանր վիճակում է, քան որևէ մեկը կարող է պատկերացնել։ Իսկ ոչ մեկը չի հարցրել, այդ ի՞նչ նկատի ունես։ Բարի։ Հիմա յուրաքանչյուր ոլորտ, ես կարող եմ ասել, հիմա պարոն Ուլուբաբյան, խնդրում եմ, մենք ժամանակի խնդիրն ենք։ Հիմա քանի րոպե կա։ Էլ չկա րոպե։ Հայրենակիցներ հիշեցնեմ, որ ես այսօր զրուցում էի հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանի հետ։ Շնորհակալություն, ստեսություն։